Ցակումը այլ թեմաների անդրադառնանք։ Մոտ 1 ամիս առաջ հանրապետության տարածքում անջատվեց անալոգային հեռարձակումը, ինչը նոր խնդիրների առաջ կանգնեցրեց հատկապես մարզային հեռուստաընկերություններին եւ թեմայի վերաբերյալ այժմ տաղավարում հյուրընկալել ենք Լոռի հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանին։ Շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան մեզ հյուրընկալելու համար։ Ինչ նոր խնդիրների մասին է հատկապես խոսքը։ Շնորհակալություն հրավերի համար, խնդիրներ իրականում նոր չեն, 2010 թվականից են այս խնդիրները ստեղծվել, իսկ եթե ավելի հետ գնամ, այս խնդիրները գալիս են դեռևս 90-ականներից, երբ առաջին անգամ գրվեց հեռուստատեսության եւ ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենք, որ նախ չի դիմանում ժամանակի մարտահրավերներին առաջին հերթին եւ երկրորդը բազմաթիվ խութեր, բազմաթիվ բաց տեղեր ունի եւ որպեսզի այս ամենը լրացվի, այ մենք այսօր կլոր սեղան էինք հրավիրել եւ քննարկում ենք հիմնովին պիտի փոխվի ոտքից գլուխ, որովհետեւ օրենքը հին է, շատ հին է եւ ժամանակ առ ժամանակ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը կոսմետիկ վերանորոգման է ենթարկվում, այսինքն երբ հասունանում էր այս 6 տարիների ընթացքում մարզային հեռուստաընկերությունների փակվելու խնդիրը, 6 ամիս նորից օրենքում փոփոխություն շարունակվում է, լիցենզիաների վրա ամրագրվում է, կնիկվում, որ 6 ամիս եւս այս լիցենզիայի ժամկետը ավելացավ եւ այսպես շարունակ 6 ամիս։ Բանն այն է, որ իրականում այս խնդիրը գոյություն ունի միայն Հայաստանում։ Ես օրինակ բերեմ, երբ որ Google որոնողական կայքով փնտրում ենք թվայնացման խնդիրները, աշխարհում չկա այդպիսի խնդիր։ Որևէ երկրում այսպիսի խնդիր չի առաջացել։ Մեր հարևան Վրաստանում շատ սահուն անցել է այս խնդիրը։ Ղրղստանում խնդիր չի առաջացել։ Եվ բայց նույնպես սահուն չէ, որ բարբերաբար նշում են, որ որոշակի ժամանակ ամեն հետաձգվում էր այդ։ Տեխնիկապես այո։ Նորմալ տեխնիկապես խնդիրը լուծվել է։ Ես չեմ ուզում խոսել սոցիալական փաթեթի մասին, դրա մասին կխոսեն մարդիկ, ովքեր ավելի շատ հետաքրքրված են եւ մասնագիտացված, ես կխոսեմ մարզային հեռուստաընկերությունների մասին, որպես օրինակ համեմատություն անեմ Վրաստանի հետ։ Նախ ի սկզբանե մասնավոր մուլտիպլեքսի մասին չկար օրենքում, հետագայում երբ փոփոխության ենթարկվեց հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը, մասնավոր մուլտիպլեքսի մասին գրվեց այնտեղ, բայց դա այն փոքր մուլտիպլեքսների մասին չէր, որ Վրաստանում մարզային հեռուստաընկերությունները օրենքով հնարավորություն ստացան, իրենք ձեռք բերեցին իրենց լոկալ փոքրիկ մուլտիպլեքսորները եւ իրենց տարածքներում, մարզերում հեռարձակվեցին։ Այստեղ խոսքը գնում էր, երբ փոփոխություն մտավ օրենքում, մասնավոր մեծ մուլտիպլեքսի մասին, որը հանրապետական հեռարձակում պիտի ապահովեր։ Մարզային հեռուստաընկերությունները։ Նաև, որևէ մեկը ներդրում չկատարեց։ Իհարկե մենք չէինք էլ ակնկալում, որ ներդրում կկատարվի եւ որևէ մեկը, մեծահարուստ մեկը կորոշի Հայաստանում մուլտիպլեքս, չէ՞ որ դա նաեւ բիզնես ծրագիր է, գործարար ծրագիր, որը որ Վրաստանում հաջողությամբ իրականացվել է։ Ինչու՞։ Որովհետեւ Վրաստանում պետական մուլտիպլեքսից օգտվում է միայն հանրային հեռուստաընկերությունը։ Մյուս հեռուստաընկերությունները կցված են մասնավոր մուլտիպլեքսին, այսինքն տվյալ անձնավորությունը ով ներդրում է կատարել, արդարացված բիզնես է։ Նա մեդիա մարդ չէ, նրան կոնտենտը չի հետաքրքրում, նրան ծրագրային քաղաքականությունը չի հետաքրքրում, նա մարդ է, որը ներդրում է կատարել եւ ապահովում է տասնյակից ավել վրացական ընդհանրապես չի մեն։ Իսկ հանրային հեռուստաընկերությունը օրենքով Վրաստանում հեռարձակվում է պետական մուլտիպլեքսով, այսինքն պետական մուլտիպլեքսով որևէ մեկը իրավունք չունի հեռարձակվի։ Ինչը որ Հայաստանում այդպես չէ։ Ինչու այստեղ ներդրում կատարի որևէ մեկը, ով է շուկան։ Այն փակվող 6 փոքր հեռուստաընկերությունները իհարկե ոչ մեզ համար որևէ մեկը այդ հսկայածավալ ներդրումները չի կատարի, որ մի քանի $100,000 մասին է խոսքը։ Փոքր ինչպես հստակեցնենք, այսինքն այդ անջատումից հետո ովքեր այդ համապատասխան սարք չունեն, հիմա փաստորեն չեն կարողանում դիտել ձեր հեռուստաընկերությունը։
Քաղաքացիների մեծ մասը երբեմն անգամ մեր այսպես գրասենյակ են գալիս բողոքում են, որ շատ ալիքներ չեն կարողանում դիտել, անգամ նշում են, որ թուրքական ալիքները իրենց մոտ հասանելի է, բայց տեղականները արդեն չեն գործում։ Այո, տեխնիկապես խնդիրը այնքան էլ կարգավորված չէ, մանավանդ սահմանամերձ մարզերում, որովհետև այնտեղ ռադիոհաճախականությունները, եթե անալոգային հեռարձակման ժամանակ ֆիլտրներ էին տեղադրված եւ այդ ֆիլտրների միջոցով մեկուսացվում էին այլ երկրներից եկող ռադիոհաճախականությունները եւ նաեւ մեջն էր փակվում այլ երկրների համար, այս դեպքում կարծես թե այդ խնդիրը լիովին լուծված չէ, ես ճիշտն ասած այնքան էլ մասնագետ չեմ տեխնիկական, բայց գոնե պատկերացնում եմ, որ թուրքական կամ ադրբեջանական ալիքները պիտի որ չհեռարձակվեն Հայաստանի Հանրապետության տարածքում, որը տեղի է ունենում։ Վերադառնալով մեր խնդրին, հա, ասեմ, որ ուզում եի հարցը հետևյալն էր, այսինքն այդ անալոգայինի, հա, անջատումից հետո ձեր հեռուստատիտողների թիվը նվազել է, այսինքն կան արդեն որոշակի քաղաքներ մարզում, որտեղ հասանելի չէ։ Ուրեմն անալոգայինի նախ մեր հեռուստաընկերությունը աշխատում է սեփական հեռարձակման կայանի միջոցով։ Մենք չենք օգտվում հեռուստահաղորդիչ ցանցի աշտարակներից, մենք մեր սեփական աշտարակից ենք հեռարձակվում։ Գիտեք ինչ, անկեղծորեն ասած, այս պահին նույնիսկ ավելացել է լսարանը։ Ինչով է սա պայմանավորված։ Մարդիկ դեռ նոր հեռուստացույցներ չեն գնել, գիտեք, որ նաև սոցիալական խնդիրներ կան, կցորդ սարքեր դեռ ոչ բոլորն են ձեռք բերել, սոցիալական փաթեթով նրանց ում որ պիտի հատկացվեր, դրանք շատ քիչ թիվ են կազմում եւ մարդիկ փաստացի նրանք, ովքեր թվային հեռուստացույց են դիտում, հեռուստատեսություն զրկվել են մեզ դիտելու հնարավորությունից։ Հակառակը, ովքեր թվային հեռուստատեսություն չեն դիտում, դիտում են միայն տեղական ալիքներ, այսինքն հնարավորություն չունեն։ Այսինքն ովքեր որ այդ նոր հեռուստացույցներից են գնել, արդեն չեն կարողանում ձեր ալիքը դիտել։ Չեն կարողանում մեր ալիքը դիտել։ Հիմա այստեղ խնդիրը նաև այլ հարթության մեջ է։ Պարզվում է, որ տեխնիկապես հնարավորություն կա մարզերում մեկից ավել կոնկրետ Լոռու մարզում 4 հեռուստաընկերության համար ապահովել թվային հեռարձակում։ Իսկ այդ հաճախականությունները ազատ կան, կարող են ազատ կան։ Օրինակ Շիրակում 1 հնարավորություն կա, Լոռու մարզում 4 հնարավորություն, նայած որ մարզում որքան հնարավորություն կա։ Այս դեպքում հարց է առաջանում, մենք հարց ենք բարձրացնում։ Դեպքում ձեր ասած որ ինչ մուլտիպլեքսի շնորհիվ, ինչ համակարգի շնորհիվ։ Հանրային մուլտիպլեքսի շնորհիվ։ Հանրային մուլտիպլեքսի շնորհիվ եւ պարոն Ամալյանը հեռահաղորդիչ ցանցի տնօրենը ասում է, որ այո կա այդ հնարավորությունը եւ ինքը պատրաստ է, որպեսզի մենք մեր միջոցներով գնենք համապատասխան Էրիքսոն ֆիրմայի այդ սարքը եւ հեռարձակվենք հանրային ցանցի միջոցով։ Դա ավելի քիչ ներդրում է պահանջում։ Դարձյալ ներդրում կպահանջի, այսինքն այն հեռուստաընկերությունները, միակները, այսպես ասեմ, ովքեր 2010 թվականին ուզում հասկանալ ինչու այդ տարբերակին չեք համաձայնում։ Օրենսդրական խնդիր կա։ Այսինքն մենք այստեղ լուծում ենք տեխնիկական խնդիրը, հասկանում ենք, որ կա հնարավորություն մեկ այլ հարթության մեջ, որտեղ օրենսդրությունն է արդեն բախվում ենք օրենքին։ Եվ մեր հանդիպումների ժամանակ օրինակ այսօր եւ օրենսդիր մարմնից կար եւ հռահից եւ ՀՀՑ-ից եւ հասարակական կազմակերպություններից իդեպ պիտի ասեմ, որ շատ մեծ գործ են անում այս առումով լրագրողական կազմակերպությունները, մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, սրանք այն կազմակերպություններն են, որ ժամանակ առ ժամանակ չընդունված օրենքը նորից ժամանակի պահանջներից ելնելով վերամշակում են, ներկայացնում խորհրդարան, նրանք այսօր դարձյալ մեզ հետ են, մեր կողքին են եւ այս կազմակերպությունները միջանկյալ խնդիր են նաև մի քանի ամսից ազգային ժողովի ընտրություններ են, տեսեք, մեզ ասում են, սպասեք ընտրություններից հետո այս խնդիրը կլուծվի, օրենքը հիմնովին կփոխվի, հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը ոտքից գլուխ փոխվելու է, համաձայն եմ, բայց այս ժամանակահատվածում հնարավոր չէ փոխել օրենքը, որտեղ այն տևական ժամանակ է պահանջում։ Հետ գնալով անցնող տարիներին, բա ինչու չէի կանում, ժամանակ առ ժամանակ մեկ տող էր փոխվում այդ օրենքում երկարաձգելու լիցենզիան։ Եվ հիմա կանգնել ենք մի փաստի առջև, որ
օրեցօր պիտի նվազի մեր լսարանը, չէ՞ որ մարդիկ ցանկություն ունեն 50-ից ավելի ինչ որ ալիքներ են նայում այս կամ այն օպերատորի միջոցով, հանրային մուլտիպլեքսի միջոցով եւ օրական երբ որ այդ գծոր ծառքերն առնեն կամ նոր հեռուստացույցներ գնեն իրենց բնակարաններում տեղադրեն, բնականաբար նրանք պիտի այլևս չդիտեն տեղական հեռուստա ալիքները։ Հիմա ինչ է ստացվում։ Մենք միջանկյալ, եթե տեղյակ եք, մենք նաև ձեր ռադիոկայանը հեռարձակեց նամակը։ Խոսեցիք, մեկ ճշտող հարց պարզապես, այսինքն հիմա օրենսդրությունն է թույլ չի տալիս ձեզ, որպեսզի ձեր նշած Ամալյանի տարբերակին համաձայնեք։ Այո։ Այդ դեպքում ինչպես է առաջարկում։ Առաջարկում է, ասում է կա հնարավորություն միջանկյալ խնդիրը լուծելու, տեղափոխեք լոբինգը օրենսդրական դաշտ, այսինքն հիմա մենք պետք է աշխատենք օրենսդրական դաշտում։ Այդ դեպքում ինչ եք համաձայնվում, թեկուզ ժամանակավոր միջանկյալ։ Մենք համաձայնենք, բայց պատկերացնում եք նաև մեր հեռուստաընկերությունները ունեն տարբեր մոտեցումներ խնդրի հետ կապված։ Այն հեռուստաընկերությունները, որոնք հարթավայրերում են, նրանց մոտ խնդիրը ավելի հեշտ լուծելի է։ Մենակ Արարատյան դաշտավայրում հեշտ լուծելի է, որովհետև հաղորդիչ այդ ազդանշանները շատ մատչելի հասնում են եւ շատ փոքր հզորությամբ հաղորդակի դեպքում, տեղադրելու դեպքում նրանք լուծում են։ Լեռնային գոտիներում բնականաբար Լոռու մարզը ամենաբարդ աշխարհագրական լեռնային շրջանն է, որտեղ հնարավոր է, որ 1 կիլոմետր տարածքում 2 հաղորդակ տեղադրվի, որպեսզի հեռուստա սիգնալը, ազդանշանը տեղ հասնի։ Տեսեք, դուք ունեք համապատասխան լիցենզիա հեռարձակել, ինչը որ թվական։ Մինչև 2020 թվականը։ Այսինքն անալոգային հեռարձակման։ Այդ դեպքում ինչպես է ստացվում, որ ձեզ տրամադրել են մինչև 2020 թվականը, իրականում այս լիցենզիայի ժամկետը լիցենզիան ստացել են 2003 թվականին, որի ժամկետը ավարտվեց 2010 թվականին, 7 տարով էր լիցենզիան, եւ փոխանակ նոր մրցույթ հայտարարվեր, ժամանակ առ ժամանակ այս լիցենզիաների ժամկետները երկարաձգվում էին։ Այսինքն, եթե դիտարկենք իրավական տեսանկյունից, այն նախագիծը, որ մենք պաշտպանել ենք 2003 թվականին, ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, դա 7 տարվա ծրագիր էր, վաղուց այն ավարտվել է, բայց քանի որ նոր մրցույթներ չեն եղել եւ իրականում այսպես չեն էլ ուզում աղմուկը մեծ լինի, փակվեն այս հեռուստաընկերությունները ժամանակ առ ժամանակ այն ինչպես մահացող հիվանդին ներարկում են թմրանյութ, այսինքն ցավերը մեղմվի, մի քիչ կքնի, կհանգստանա, մենք այդ վիճակում ենք հայտնվել։ Այդ 6 ամիսները 2010 թվականից առ այսօր վերջին երկարացումը լիցենզիայի ժամկետի գործունեության անցած գարնանն է տեղի ունեցել եւ այս դեպքում արդեն մինչեւ 2020 թվականը։ Դուք պատկերացնում եք 2003 թվականին ստացել ենք լիցենզիա մինչեւ 2010 թվականը աշխատելու համար եւ այն 10 տարի ավել երկարաձգվել է։ Նշեցիք, որ հանդիպումներ եք այսօր էլ անգամ ունեցել եւ ինչ արդյունքի եկել փոփոխություններ, ինչպես է այսինքն լուծումը պատկերացնում տվյալ իրավիճակում։ Եթե արդեն իրենք նշում են, որ հնարավոր չէ մինչև խորհրդանական ընտրություններ փոխել օրենսդրությունը։ Իրենք նշում են, որ օրենսդրությունը ամբողջովին փոխել հնարավոր չէ մինչև խորհրդարանական ընտրություններ, բայց քանի որ այսօրվա հանդիպմանը ներկա էին եւ օրենսդիր մարմնից ներկայացուցիչներ, ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյաններ, Բարգավաճ Հայաստանից Վահե Էնֆիաջյան, այսինքն մենք ունեինք օրենսդիրի ներկայացուցիչներ, մենք ունեինք հրահից ներկայացուցիչներ, Տիգրան Հակոբյաններ, պարոն Ամալյաններ ՀՀՑ-ից, այսինքն բոլոր օղակներից մարդիկ կային, բայց ստացվում է այնպես, որ ազգային ժողովի քաղաքական մեծամասնության խնդիրը պիտի նաև սա դառնա, որքան էլ որ այս խնդիրը, եթե հիշում եք, անցյալ տարի էլ խնդիրը մտավ օրենսդրության փոփոխության հետ կապված, մասնակի մեկ տող փոխվեց, այսինքն մենք մի հսկայական փաթեթ էինք ներկայացրել եւ շատ հետաքրքիր լուծումներ եւ բոլոր այն խութերը, այն բացերը հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի մարդիկ աշխատել էին մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, բայց իրականում անցած տարի չընդունվեց, մեկ տողով փոխվեց, այս տարի մարտահրավերներն այլ են, նոր փոփոխություն է ակնկալվում։ Իսկ միջանկյալ առաջարկի համար, որին դեմ չէ
պարոն Ամալյանը, այսինքն դեմ չէ, նա անձնապես դեմ կամ կողմ լինելու խնդիր չունի, նա ասում է, այո, տեխնիկապես դա հնարավոր է, փորձեք օրենսդրական լուծում տալ, որպեսզի ես հնարավորություն ունենամ նոր պայմանագիր կնքեմ Էրիքսոնի հետ, որ այդ տեխնիկական Այսինքն Ամալյանը նշում է, որ մինչև չլինի օրենսդրական հնարավոր չէ դա։ Այո։ Բայց այստեղ նաև ես առաջարկ արեցի, քանի որ մենք օրենքի շրջանակն չէ, որ մեր լիցենզիան նշանակում է գործունեության թույլտվություն, այսինքն եթերի թույլտվություն։ Մենք այսօր հեռարձակվում ենք նաև կաբելային ցանցերով, այսինքն այն ընկերությունները, որոնք կաբելային հեռարձակում են ապահովում մեր տարածքում, Լոռու մարզում, նրանք մեզ հեռարձակում են եւ օրենքով ես Լոռի հեռուստաընկերությունը հեռարձակող է համարվում։ Եվ ես առաջարկեցի, բացադիր չէ, որ օրենսդրականին կարող է կառավարության որոշում լինել նաև, իհարկե քննարկվող հարցեր Եվ վստահ եմ, որ առաջիկայում կքննարկվի, մենք պատրաստվում ենք մի քանի հեռուստաընկերություններով բողոքի ակցիա կազմակերպել Երևան քաղաքում, տեղը դեռ որոշված չէ, դա կլինի նախագահի նստավայրի մոտ, թե կառավարության դիմաց, թե ՀՀՑ-ի ընթացքում կքննարկենք, բայց առաջիկա օրերի մասին է խոսքը։ Այսինքն հիմնական պահանջը որը կլինի։ Հիմնական պահանջը նաև, որ փոխել օրենսդրական դաշտը։ Այո, հեռուստատեսության եւ ռադիոյի մասին համապատասխան օրենքում համապատասխան փոփոխություններ արվեն։ Որը ձեզ թույլ կտա անգամ, հա, այդ հանրային մուլտիպլեքսից օգտվել եւ հեռարձակել։ Մենք սկզբնական տարբերակում եւ հիմա էլ առաջարկի մեջ կա փոքր մուլտիպլեքսների գաղափարը, ինչպես ես ասացի, Վրաստանի օրինակը փայլուն օրինակ էր, մարդիկ ստացել էին այդ հնարավորությունը եւ հնարավոր է մեկ փոքրիկ մուլտիպլեքսը, այսինքն եթե երկու մարզերի, ասենք, մի քանի հեռուստաընկերություններով միավորվեք եւ նմանատիպ մուլտիպլեքսով։ Մարզերում ոչ, բայց նույն մարզում մի քանի հեռուստաընկերություն հնարավոր է։ Այսինքն եթե այդ մուլտիպլեքսը ես գնեմ, տեղադրեմ եւ դառնամ հեռարձակող, մենք միաժամանակ դառնում ենք նաեւ օպերատոր։ Հնարավոր է, որ նոր խաղացողներին, այսինքն նոր ստեղծվող ընկերություններին եւս հնարավորություն տրվի արդեն մեր միջոցով փոքր հեռուստաընկերությունների, որպեսզի նրանք հեռարձակվեն։ Սա շատ լավ օրինակ է, Վրաստանի օրինակը, այնտեղ ինչպես է եղել, մենք գնացինք մի քանի հեռուստաընկերությունների ղեկավարներով, ինչպես նաև նշածս լրագրողական կազմակերպություններն էին, տեղում ծանոթացանք, խնդիր չի առաջացել, քաղաքացիական հասարակությունը եւ կառավարությունը հանգիստ նստել են սեղանի շուրջ, քննարկել, այսինքն եղել է կամք, քաղաքական կամք, որևէ մեկը չի ցանկացել հեռուստաընկերություն փակել Վրաստանի Հանրապետությունում, նույնը Ղրղստանում։ Զարմանալի է, բայց այսօր Նունեն Սարգսյան, մեր գործընկերը, մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենը, Ղրղստան որևէ խնդիր չի առաջացել թվայինացման գործընթացում, այսինքն թվային հեռարձակման անցնելու գործընթացում։ Այսինքն դուք որոշակի միտում եք այստեղ տեսնում խորհրդանական ընտրություններից մի քանի ամիս առաջ մարզային հեռուստաընկերությունների այսպես ճակերտավորված սահմանափակումը։ Ինձ փորձում են համոզել, որ քաղաքական որոշում չկա այդպիսի, բայց եթե ետ գնանք 2010 թվականը քաղաքական որոշում կար այն ժամանակ, չէ։ Այն ժամանակ կար քաղաքական որոշում, որ յուրաքանչյուր մարզում մեկ հեռուստաընկերություն պիտի թվային հեռարձակում ապահովի եւ մեկ լիցենզիա դրվեց մրցույթի եւ նախապես որոշված էր ովքեր են լինելու այդ մեկ լիցենզիաների տերերը, հա։ Գուցե հավատանք, հա, որ հիմա չկա քաղաքական որոշում, դե եթե չկա քաղաքական որոշում, ուրեմն շատ սահուն պետք է խորհրդարանում գոնե արտահերթներում այս օրենքի մասնակի փոփոխություն մարզային հեռուստաընկերություններից շատերը այսպես բավական անկախ են լինում եւ հնարավոր նաեւ դա Այո, այստեղ նաեւ կա քաղաքական ոչ միայն ենթատեքստ, նաեւ բաց տեքստ, որտեղ մենք ունենք հեռուստաընկերություն, որ արդեն ամբողջությամբ ինքը քաղաքական կուսակցություն է ներկայացնում, մարզային հեռուստաընկերություն, մենք ունենք հեռուստաընկերություններ, որոնց հիմնադիրները կամ այսպես թաքնված կամ բացահայտ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ են կամ օլիգարխներ, բայց որևէ օրենք չի արգելում Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ուժին, քաղաքական կուսակցությանը լրատվամիջոց հիմնել կամ, այսինքն նրանք բոլորս հավասար իրավական դաշտում են եւ ես ակնկալում եմ, որ մրցակցային դաշտում էլ
պիտի հավասար պայմաններ ստեղծվեն։ Բացի այն, հա, որ այդ քաղաքական, այսպես նշում եք, հնարավոր նաև ենթատեքստ կա, որքան կարևոր է մարզային հեռուստաընկերությունը բուն մարզի համար։ Եթե հաշվի առնենք, նույն հանրային հեռուստաընկերությունը բնականաբար չի կարող ամեն օր, հա, Լոռու մարզի վերաբերյալ, այսպես նույն ռեպորտաժներ կամ խնդիրներին անդրադառնալ։ Ասեմ, որ այնքան կարևոր է, որ նույնիսկ հանրային հեռուստաընկերությունը, մյուս հեռուստաընկերությունները հանրապետական հեռարձակում ունեցող, նրանք ժամանակ առ ժամանակ գալիս են մարզեր, բայց գալիս են այս կամ այն պաշտոնյայի, նախարարի, նախագահի, վարչապետի ուղեկցությամբ նկարահանում են համապատասխան օրվա բացում մկրատով կտրելու ժապավենների կադրերը եւ հեռանում։ Նրանք որևէ մեկը չեն շփվում մարզի բնակչի հետ։ Տեղական հեռուստաընկերությունների առանձնահատկությունը հենց դրանում է կայանում։ Մենք խոսում ենք մեր բնակիչների հետ, մենք շփվում ենք համայնքի ներկայացուցիչների հետ, համայնքի խնդիրները մենք շատ լավ գիտենք ներկայացնում։ Այդ համայնքի խնդիրները վերհանելուց հետո կարող են ինչ-որ լուծումներ տրվում են։ Այո, իհարկե, ժամանակին մենք իհարկե շարունակվում է այսօր այդ ծրագիրը։ Շատ դեպքերում հնարավոր նաև այսպես քաղաքացիները դիմեին հեռուստաընկերությանը որևէ խնդրի վերաբերյալ եւ դա բարձրաձայնվեր եւ կարճ ժամանակում լուծում տրվեր։ Հիմա եթե չլինեն այդ նույն մարզային հեռուստաընկերությունը։ Լոռի հեռուստաընկերությունում արդեն 10 տարուց ավել գործում է թեժգիծը։ Պատկերացնում եք հարյուրավոր քաղաքացիների խնդիրներ լուծվել են հենց այդ թեժգծի միջոցով։ Եթե դուք այցելեք համացանցում մեր Վանաձորն այսօր շարքը դիտեք, դուք ուղղակի կզարմանաք։ Սա այն հեռուստաընկերությունն է, որ մշտապես հենց Վանաձորցու կողքին է եղել։ Սա այն հեռուստաընկերությունն է, որին վստահում է առաջին հերթին Վանաձորցին։ Եվ ցավով պիտի ասեմ, որ Այս դա նկատում, այսինքն նույն այդ Լոռու մարզի բնակչի համար հանրային հեռուստաընկերությունը մեկ այլ բան է, իսկ իր մարզայինը փոքր ավելի այսպես անմիջական է։ Հաշվի առնելով գործընկերային ինչ որ այսպես սոլիդարность, բայց պիտի ասեմ, հանրային հեռուստաընկերությունը մեր հեռուստադիտողի կարծիքը ներկայացնեմ, հա, այսպես ամեն ինչ լավ է, շատ լավ է, եկան, բացեցին, գնացին, իրականում գուցե 10 աշխատատեղի։ Դուք նշեցիք, որ երբեմն են անդրադառնում։ Երբեմն, բայց գիտեք, խնդիրներ չեն բարձրացնում նրանք։ Մենք խոսում ենք խնդիրներից, մենք բերում ենք եթեր համայնքի գյուղացուն։ Պատկերացնում է գյուղի բնակիչը ինքն իրեն տեսնում է իր հեռուստաընկերության, տեղական հեռուստաընկերության ինքն իր խնդրի մասին բարձրաձայնում է եւ նաեւ հոգացող է տեսնում իդեմս հեռուստատեսության եւ նաեւ հնարավոր է կամուրջ եք դուք հանդիսանում հաջողությամբ այո եւ հաջողությամբ մենք արդեն որերորդ տարին 21-րդ տարին նշվեց մեր հեռուստաընկերության մենք կազմակերպում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ մենք կազմակերպում ենք ազգային ժողովի ընտրություններ եւ ցանկացած մեկը որ գալիս է մարզ հայտնի քաղաքական դեմքեր նրանք պարզապես զարմանում են որ այս մակարդակն է տիրում մենք կարծում էինք մարզերում ինչ որ այսպես տխուր վիճակ է որ կայացած հեռուստաընկերություններ են եւ այդ հեռուստաընկերությունների ներկայացուցիչները այսօր Երևանյան հեռուստաընկերություններում դրսում աշխատում են այսինքն նաեւ լրագրողական օպերատորական լուրջ դպրոց է դարբնոց է դա հանդիսացել մեր մոտ հաջողությամբ աշխատում է նաև մամուլի ակումբի նախագիծը մեր հեռուստաընկերությունում եւ նաև մեր հեռուստադիտողը ձեր սպառողն է, որովհետեւ Ազատություն ռադիոկայանի հաղորդումների մի մասը մեր եթերով հեռարձակվում է։ Մենք դրանով ապահովում ենք Երևանյան լուրերի այն այլընտրանքը, որը հանրապետական հեռուստատեսությունները, հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունները չեն տալիս եւ նրանք հիմնականում նույն ոճի մեջ, նույն տեսակի ինֆորմացիա են տալիս նույն մեկնաբանություններով, իսկ Ազատություն TV-ի նյութերը արդեն այլընտրանք են մեր հեռուստադիտողի համար եւ այսինքն դա դուք նույնպես հեռարձակում եք։ Այո, մենք ունենք ձեր ղեկավարության հետ պայմանավորվածություն արդեն քանի տարի է եւ տեսակետների խաչմերուկը եւ Ազատություն TV-ի նյութերը մեր եթերով հեռարձակում Այսինքն մեր հեռուստադիտողը արդեն նույնիսկ հանրապետական մասշտաբի լուրերի առումով այլընտրանքի խնդիր չունի տեղական առումով ստանում է մեզնից, հանրապետական առումով ստանում է Ամեկ+ հեռուստաընկերությունից, Ազատություն TV-ից, այսինքն մենք կարողանում ենք ապահովել նաև նրա լրատվություն ստանալու համապետական բնույթի լրատվություն ստանալու պահանջմունքները։ Եվ վերջին հարցս վերջնականն է, ինչ եք ակնկալում այդ քննարկումից հետո
Քննարկումից հետո բազմաթիվ այդպիսի քննարկումներ են եղել եւ վերջում երբ որ ամփոփում էին ես ասացի հերթական մեր կլոր սեղանն է շատ հաջողված է շատ լավ է բայց ինչ է լինելու մենք սպասում ենք որտեվ ունեցեք միշտ այդպիսի քննարկումները շարունակվում են հնարավոր է դուք ամեն օր մեկ հեռուստադիտող եք փորձում այո մենք սպասում ենք քաղաքական որոշման այսպես ասեմ մենք սպասում ենք որ 21-րդ դարում չպիտի փակվեն հեռուստաընկերություններ այն էլ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կոչվող երկրում, եթե մեր երկրում կփակվեն հեռուստաընկերություններ եւ գիտեք փակվել է այնպես չի որ լիցենզիա չտվեցին, ինչպես Ամեկ+-ի պարագայում դա տեղի ունեցավ, աղմուկ բարձրանա։ Սա էլ օրեցօր երբ որ մոմի պես հալվում իջնում է եւ մի օր սպառնում է, փակման այն դանդաղ մահվան տեսակն է։ Մենք չենք ուզում գնալ դանդաղ մահվան եւ ժամանակից շուտ այ մենք 6 տարի բարձրաձայնում ենք անընդհատ խոսում ենք եւ մենք առաջարկում ենք տարբերակներ լավ օրենքը հնարավոր չի փոխել մենք առաջարկել ենք միջանկյալ տարբերակ սպասենք մի քանի օրից այսինքն որոշակի ժամանակ դեռ կսպասեք եւ ինչպես նշեցիք հնարավոր արդեն բողոքի ձեր ակցիա սպասենք որպեսզի մեզ որոշակի պատասխան տան պատկան մարմինները կսպասենք եւ եթե պատասխան լինի սիրով նաեւ դա ձեզ կդրամադրենք որպեսզի դուք էլ հեռացաք դրական լուծում կստանա նաեւ ձեր խնդիրը շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար Ես հիշեցնեմ մենք զրուցում ենք Լոռի հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Հովհաննիսյանի հետ Ավետիսյանի հետ ներեցեք